Ուրեմն եթե փորձենք նայել զարգացած աշխարհի մոտակա 10 տարվա գերիշխող տենդենսը ինչը կլինի, ինձ թվում է դա փորձել աճող ազատության գործիքավորում, ինստիտուցիավորումը ապահովել։ Ինչից է աճում ազատությունը։ Ազատությունը աճում է արտադրական հարաբերությունների եւ արտադրության միջոցների փոփոխությունից։ Ուրեմն ժամանակակից տնտեսությունը այլևս չի պահանջում կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների, գիտելիքի կուտակում։ Այսինքն այն տհաճ պատկերը, որը ստեղծում էր կապիտալիստական տնտեսությունը, կուտակումը, առաջին հերթին փողի կուտակումը, հնարավորությունների կուտակումը, որը ակնհայտորեն ուրեմն դեմ էր հավասարության եւ արդարության սկզբունքին, այլևս տնտեսական անհրաժեշտություն չի։ Կոպիտ ասած, հիմա տնտեսությունը կարող է իրականացվել, երբ որ ամեն մարդ իր տանը կամ գարաժում դնում է 3D տպիչ եւ համակարգիչ եւ կարողանում է համագործակցել հեռակա նմանատիպ մարդկանց հետ։ Այսինքն տնտեսությունը արդեն պահանջում է ապակենտրոնացում եւ այդ ապակենտրոնացման ընթացքում տեղի է ունենում ուրեմն այդ ամեն մեկի, ամեն մի հեռակա ինքնավար աշխատողի ինքնուրույնության աճը։ Ինքնուրույնության աճը իր հերթին բերում է նաեւ ուրեմն քաղաքական հավակնություններին, քաղաքական ամբիցիաներին, այսինքն այդպիսի մարդը արդեն ինքը իրեն զգում է տեր իր կյանքի, իր գործի տեր եւ պահանջում է համապատասխան ներկայացվածություն, ոչ թե ներկայացվածություն երեսփոխանի միջոցով, այլ անմիջական հնարավորություն, անմիջական ազդել քաղաքական գործընթացների վրա։ Եվ երրորդը ուրեմն դա մշակութային ապակենտրոնացումն է, մշակույթը դառնում է ոչ այդքան սակրալ, ոչ այդքան համընդհանուր, այլ դառնում է գործիքային, ավելի լոկալ, ավելի կոնկրետ, միգուցե ոչ այդքան հետաքրքիր, այո, բայց եթե առաջ կար մի վիճակ, երբ որ կար մի բուրս ստեղծագործող եւ միլիոնավոր ընկալողներ, մշակույթի սպառողներ, ապա հիմա վիճակը գալիս է նրան, որ իդեալականում յուրաքանչյուրը եւ սպառող է եւ արտադրող։ Եվ քաղաքական իշխանությունը ապակենտրոնանալով նույնպես քաղաքական իշխանությունը պահանջում է ինչ-որ կառավարման նոր ձևեր, այսինքն նա այլևս չունի հակում կուտակվել կառավարությունում, կուտակվել ինչ-որ կենտրոններում ուժային, այլ հակում ունի սպառվել ավելի լայն, ուրեմն ողջ հասարակություն։ Եվ խնդիրը, զարգացած աշխարհի խնդիրը, ինչպես ինստիտուցիոնալացնել այդ փոփոխությունները, ինչպիսի նոր ինստիտուտներ ստեղծել, որոնցում այդ նոր ազատության, նոր ինքնուրույնության պահանջը կարողանա գործել։ Պարզ է, որ առաջանալու են մի շարք նոր նորմեր, դրանք են օրինակ գործ, ոչ թե աշխատանք, եկամուտ, ոչ թե աշխատավարձ, անմիջական մասնակցություն, ոչ թե ներկայացուցիչի միջոցով մասնակցությունը։ Եվ դա է լինելու ուրեմն զարգացած աշխարհի առաջիկա 10 տարվա զարգացման սյուժեն, չի կարելի իհարկե ասել, որ 10 տարվա ընթացքում այդ նոր ինստիտուտները կձևավորվեն, այո կունենա, ինչպես մանրավաններ ասում, որոշ քաոտիզացիայի պերիոդ, երբ որ հին կենտրոնացված մերկաձև կառույցները արդեն սկսելու են չաշխատել եւ սկսելու են աշխատել այդ ապակենտրոն կառույցները։ Ես կգնահատեի ամբողջ պրոցեսը մի 30 տարի հետո, մենք կտեսնենք արդեն նոր ձևի տնտեսություն, նոր ձևի մշակույթ եւ նոր ձևի քաղաքական, ուրեմն պետական կարգ, կարելի ասել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա այստեղ նույնպես արդեն մի քանի տարի է եւ մոտակա 10 տարի անշուշտ դա շարունակվելու է, գալիս է ուրեմն ազատության ինչ-որ նոր ձևերի որոնման փորձը, այսինքն հին արևելյան, հիմնականում արևելյան մասին եմ խոսում, դրա մեջ ուրեմն նաեւ երևի հենց սովետականը հաշվելով հին պետությունները արդեն մենք տեսնում ենք, որ շատ կարևոր մարտահրավերի հանդես գալիս, դեմս ուրեմն այդ հեղափոխությունների շրջանակի արաբական գարնան
ինչպես նաև չհաջողված հայկական հեղափոխություն, ինչպես նաև կիսահաջողված ուկրաինական հեղափոխություն, եւ շատ կարևոր երկու հետաքրքիր նոր երևույթ են առաջացել։ Առաջինը դա իսլամական պետություն կոչեցյալն է ինքներանորից ձևի անվանում, եւ երկրորդը դա ուրեմն քրդական ինքնավարության, որը երևի դառնալու է պետություն, ուրեմն ստեղծման փորձերը։ Երկուսն էլ փորձում են կապիտալացնել եւ դարձնել պետականաշինական սկզբունք, ուրեմն իսլամին հատուկ որոշ դեմոկրատիզմ, որոշ հակաէլիտարիզմ, որոշ հասարակության զգացում, որը կա, իրանք հիմա փորձում են դա դարձնել քաղաքական գործոն եւ եթե շատ չմանրամասնենք, մեկը դա ճիշտ է անում, ոնց որ թե մեկը դա սխալ է անում, եւ կան մի շարք չափանիշներ, որոնցով կարելի է դա պնդել, բայց դեռ չխորանանք այդ թեմայի մեջ, մտնենք այդ թեմայի մեջ։ Ուրեմն պարզ է, որ Հայաստանը նույնպես չի տարբերվում ուրիշ արևելյան պետություններից կամ հետսովետական եւ ստանալու է հսկայական որպես իբրև պետություն, ստանալու է հսկայական մարտահրավեր։ Արդյոք կարող է նա ստեղծել ազատության այդ նոր պահանջին հատուկ ինստիտուցիաներ, թե չի կարող։ Ուրեմն ես ունեմ բավականին մեծ հասկաց, որ իսլամական արևելյան հասարակությունները կարողանան ստեղծել կայուն ինստիտուտներ, այսինքն ազատությունը իբրև ինչ-որ բանի դեմ պայքար, դա բոլորի համար հասկանալի է եւ հասանելի է։ Բայց հենց որ երկրորդ փուլը սկսվեց, լավ, դեմը պայքարեցինք, գործանք, օրինակ քուրդերը ստացանք, ասենք թե ինչ-որ ինքնավարություն կամ անկախություն, ինչպես հիմա դա փաստացի ստացավ իսլամական պետությունը, ապա գալիս է երկրորդ փուլը։ Ինչ ինստիտուտներ ենք ստեղծում, ինչ որակի հասարակություն, ինչ որակի նոր պետություն։ Եվ ինձ թվում է այդ հարցում ես թերահավատ եմ վերաբերվում, որ արևելյան հասարակությունները կարողանան արագ դա ստեղծել։ Սակայն Հայաստանի վիճակը մի քիչ ավելի, ուրեմն ինձ թվում է այստեղ հնարավորությունը ավելի մեծ է, եթե նայենք սցենարներով, ապա բավականին հավանական սցենար է, որ Հայաստանը կարողանա նման ինստիտուցիաներ ստեղծել։ Ուրեմն շատ կարճ ինչ հարցերի պետք է պատասխանի նոր ինստիտուցիաները։ Առաջինը դա ուրեմն, իդեպ ներկայիս Հայաստանի պետությունը չափազանց ուժեղ, ուրեմն փորձում է իր մեջ մարմնավորել այդ հնացած, գերկենտրոնացած պետության բոլոր արատավոր արդեն հնացած գծերը, եւ տնտեսությունում, ուրեմն տնտեսվարողները, իրականում տնտեսվարողները, տերերը չնչին% են կազմում ամբողջ բնակչությանը, մնացածը աշխատում են կամ նույնիսկ չեն էլ աշխատում, անգամ աշխատանքն է դարձել երանելի մի բան։ Քաղաքական իշխանությունը նույնպես գերկենտրոնացած է եւ ուրեմն բոլորովին բաշխված չի հասարակության միջև եւ փորձեր են արվում ուրեմն նաեւ մշակութային իշխանությունը կենտրոնացնել, վերադարձնել էլի այն հին սակրալ ձևի, երբ որ կան պետության կողմից պարտոնված մի փճուրիկ խումբ, ուրեմն սակրալ իմաստներ ստեղծողը եւ մնացածը ընդհանրապես սպառողը։ Եվ նաեւ ասենք մի բան, որ անվտանգություն, ուրեմն անվտանգության սպառող է դարձվել հասարակությունը, ինքը բոլորովին չունի իրավունքներ, իրավասություններ, որպեսզի դառնա ինքը իր անվտանգության արտադրողը, ապահովողը։ Դա միայն սպառող է։ Եվ այդ հարցերի լուծումից է կախված, թե կկարողանա Հայաստանը դիմակայել նոր մարտահրավերներին, թե ոչ։ Ուրեմն առաջինը դա կենտրոնական, տնտեսական ապակենտրոնացում, այսինքն սկզբունքներ գործ, ոչ թե աշխատանք, եկամուտ, ոչ թե աշխատավարձ, դա կարելի է մանրամասնել, հիմա ուղղակի ժամանակ չկա։ Երկրորդը դա ուրեմն քաղաքական ապակենտրոնացում, այսինքն իշխանությունը պատկանում է յուրաքանչյուր քաղաքացուն եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անմիջական ուղիղ իշխանավորման ձևեր։ Երրորդը դա անվտանգությունն է, որ քաղաքացին պետք է լինի ոչ միայն անվտանգության սպառողը, այլ եւ անվտանգության արտադրողը։ Դա բնականաբար շատ լուրջ բանակային ռեֆորմ է պահանջում եւ արդարապահության, արդարադատության եւ անվտանգության ուժերի շատ լուրջ ռեֆորմ։
Եվ չորրորդը դա մշակութային ռեֆորմ է, երբ որ քաղաքացին դա մշակույթի արտադրողն է, մշակույթի մեջ ներառելով ոչ միայն արվեստը, այլ նաև կրթությունը, քաղաքաշինությունը, էկոլոգիան եւ նմանատիպ հարցեր, այսինքն բոլոր հարցեր, որոնք մարդ-հասարակություն հարաբերությունների ստեղծման արժեքներն են, հա ձևավորում։ Եվ նրանից, թե ինչպես կլուծի Հայաստանը այդ հարցերը, կախված կլինի, թե Հայաստանը կլինի տարածաշրջանի այդ կայունացման, յուրեղացման կետը, երբ որ ինստիտուցիաների ստեղծման հնարավորություն կա, որտեղ եթե պարզապես ազատության խոսք է եւ ինստիտուցիաները չեն ստեղծում, առաջանում է քաոս, որը բոլորի դեմ պայքար, պատերազմ։ Բայց եթե այդ ինստիտուցիաները ստեղծվում են, ապա առաջանում է նոր կայունություն, նոր ավելի բարձր ձևի կայունություն։ Եվ քանի որ ուրեմն անիմաստ է խոսել, որ ինչ-որ իշխող ուժերը կարող են ձեռնամուխինել նման գործի, ապա նման գործը մնում է հասարակական և ընդդիմադիր ուժերի աշխատանք։ Եվ ինձ թվում է, որ մոտակա 10 տարվա ընթացքում Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ կլինի հենց զբաղվել այդ ինստիտուտների կայացման ռազմավարությունների և մարտավարությունների մշակում։ Ներկայացման համար, ըստ դուք նաև սկսեցիք արդեն որոշակիությամբ սցենարների զարգացումը, միգուցե շարունակենք և թե հարցերով, թե ելույթներով, պիտի խնդրեմ կողմնորոշիչ հարցերի շրջանակով, երևի եթե կան ճշտող հարցեր, համեցեք։ Աչ կոմի կնոպյան սխմատ պայ կմյան։ Շնորհակալություն Չարբազանցի դաշտիժին ինձ համար հատկապես հարազատ համար։ Ինձ դուք շոշափեցիք աստորյան ամբողջ, այսպես ասած, շրջանակը, ինձ շատ հետաքրքրում է դուք չակնարկեցիք սեփականության ձևի մասին։ Ենթադրվում է սեփականության նորարարական ձև, որը մինչ այժմ չի եղել մեկ, որովհետեւ քաղաքացիական մոտիվացված մասնակցությունը ապահովում ամբողջ պատմությունը դրան է մասին երսիության և պետություն ասածը ինչ է դրա հասկանում ապագայում, շնորհակալություն։ Ուրեմն սեփականության ձևը ըստիս դա ուրեմն ոչ թե ինչ-որ նյութ, հա, հաստոց, հող կամ շենք ունենալն է, այլ դա եկամուտներին մասնակցելը։ Այսինքն ես սեփականատեր եմ տվյալ ֆիրմայի, եթե ֆիրմայում 100 հոգի է և ես տանում եմ 1/3-ը իր եկամուտի, ոչ թե ֆիքսված աշխատավարձ, այլ իր եկամուտի, իր աշխատանքի արդյունքը եկամուտ։ Եթե ես տանում եմ այդ չափաբաժինը, ապա ես այդ ֆիրմայի սեփականատերն եմ։ Ինձ թվում է այդ ընկալումը պետք է լինի, որտեղ զուտ նյութական սեփականությունը ոչ բոլոր դեպքերում է, որ կարող է չափանիշ լինել։ Գուցե կա նյութական սեփականություն, բայց նա միայն բան է, ոչ թե եկամուտ առաջացնում, այլ հակառակը։ Եվ երկրորդ հարցը ինչ է պետությունը, ուրեմն էլի պետությունը դա ոնց են ասում, բայից առաջացող գոյական է, այսինքն ինչպես իրականացնել իմ պետությունը, հա, ինքնապետությունը կամ պետությունը ուրեմն ինչ-որ խմբում։ Այսինքն պետությունը սփռված է ամբողջ հասարակության միջև, նա կենտրոնացված չէ կառավարության միջև, նա կենտրոնացված չէ ինչ-որ մի քանի կառավարական շենքերում, նա սփռված է ամբողջ հասարակությունում և ընդամենը պետություն իրականացնելու ձևերն են, յուրաքանչյուրի պետությունը ինչպես կարելի է իրականացնել։ Պարզ է, որ ինչ-որ կոլեկտիվ
փոխ համաձայնությունների, փոխ համագործակցության միջոցով։ Մինչև որ Հայաստանը ունի այդ պոտենցիալը ժամանակակից անցուդարձերի ինստիտուցիոնալ մոտեցում ցույց մանրամասնակ շնորհավորել եք նրա Որ պոտենցիալի նույնիսկ թվում է լինելով ինչ-որ չափով համաշխարհային հասկ, որը չի սիրում շատ հետ մնալ աշխարհի զարգացումներից, եթե հետ է մնում, ապա ես այլ է հետ մնում, հասարակական մակարդակով, մենք հիշում ենք, որ երևի ամբողջ մեր կյանքի և նույնիսկ մեր ծնողների կյանքի ընթացքում կար մի զգացում, որ հասարակությունը ավելի միշտ առաջադեմ էր, քան իշխանությունը, և հասարակությունը փորձում էր ուրեմն աշխարհին համաչափ տալել հենց իր առաջադեմ զարգացումների իմաստով։ Նու հիմնականում ինձ հույսը դա է տալիս, որ այդ համաշխարհային ազգի զգացողությունը այնուամենայնիվ դա չի դառնում վերջնականապես փոքր և պրովինցիալ ազգի զգացողություն։ Ինքն է դառնում ստեղծող և սպառող, մեր սպառող բացառվեք։ Ինչպես է դառնում մշակույթի ստեղծողը և ինքը սպառող է։ Ինչպես ասեցի, մի քիչ երևի ես եմ շատ հստակ չեմ պատկերացնում, բայց ասեմ ինչպես եմ ես ենթադրում, որ մշակույթը դառնում է ոչ թե, հիմա արվեստի ասեմ, խոսում մշակույթը դառնում է ոչ թե ինչ-որ համընդհանուր և սակրալ և բավականաչափ ամեն մեկից կոնկրետ վերացված բան, այլ դառնում է շատ կոնկրետ կենսական իրավիճակների անալիզի, մոդելավորման, արժեքավորման գործիք։ Այսինքն, եթե մենք դասական մշակույթի ընկալողներ ունեինք շատ մեծ խոշոր թարգմանական մեխանիզմ, թե ինչպես Շեքսպիրի ողբերգությունը անդրադառնում է մեր կյանքին, mēs համոզվում ենք, որ անդրադառնում է և նշանակություն ունի։ Ապա հիմա արդեն շատ ավելի կոնկրետ մշակույթային ստեղծագործություններ են ստեղծելու գալու, օրինակ կամ, չգիտեմ, այս դահլիճի մարդկանց կամ ինչ-որ ընտանիքի, ինչ-որ բանի տարածքի, ինչպես Հրանտ Մաթեոսյանը մեկ գյուղի ստեղծում էր, ինչպես են իրանց հարաբերությունները ուրեմն ստեղծվում, դասավորվում, կոնֆլիկտ, արժեքավորվում և այլն։ Այսինքն դառնում է ավելի լոկալ և ավելի գործիքային մշակույթ։ Եվ նման ավելի լոկալ, ավելի գործիքային մշակույթում պարզ է, որ յուրաքանչյուրս երևի ասելիք ունենք և կարող ենք ասել և ձևերը պարզացվելու են այնքան, որ ամեն մեկս իսկապես կարողանանք դա ասել։ Նման պատկերած, նման միտում եմ ես նկատում։ Շնորհակալ եմ, բայց ես չբավարարվեցի։ Գուցե վերջի հարցի հնարավորություն է տեսնում։ Համեցեք։ Հենա, վերցրեք։ Խոսափողը վերցրեք։ Շատ հետաքրքիր էր լսել, ինձ մի հարց հարուսում, ինձ թվում է բոլորին է, այսօր գիտությունը մարդկային մեր մարդկության, մեր կյանքի, մեր գոյության բոլոր ոլորտները այնպես են զարգացել, որ մնում ենք ապշած, բայց միևնույն ժամանակ ես օրինակ անձամբ մնում եմ ապշած մի բանից, թե ինչպես է մարդկության մեր մարդկային կյանքի մի ոլորտ մնացել անմշակ, դա ես համարում եմ մարդկային հարաբերությունների ոլորտը։ Ինչ եք կարծում, հնարավոր է, ինչպես որ 20-րդ դարում, երբ որ միջուկային ֆիզիկան զարգացավ, պետությունները հավաքեցին բոլոր գիտնականներին, նստացրեցին, բոլոր պայմանները ստեղծեցին, ասեցին ստեղծեք այսինչ զենքը, ռումբ ստեղծեք։ Հնարավոր է հավաքել մտածող մարդկանց, մտահոգ մարդկանց, մասնագետների, մի խումբ ստեղծել, ասել, չեմ ասում մշակել ինչ-որ պետության ընդհանուր մոդել բոլորի համար,
այլ գոնե մշակել սկզբունքները տնտեսության, հասարակական հարաբերությունների, արժեքները եւ այլն, որն է մարդը բանական, ինչով է տարբերվում մյուս կենդանիներից, կներեք արտահայտությանս համար եւ այլն, հնարավոր եք համարում նման մի գործընթաց, անհրաժեշտ համարում եք, որ մի տեսնենք ինչպես կարելի է օրինակ, չէ կներեք հասկանալի է, բայց ուզում եմ որ ավելի հասկանալի լինի, ինչպես հանդուրժենք այն փաստը, որ ասում են, որ միջոցներ չկա բյուջեում, մարդը բուժվելու կարիք ունի, բայց երկրում կան միլիարդատերներ եւ այլն։ Իհարկե հայեցակարգեր, ինչպես տալ հնարավորությունը մարդուն, իդեպ երևի առողջապահությունը իսկապես մտնում է մշակույթի մեջ, լայն մշակույթի մեջ։ Նման հայեցակարգեր փորձագետների կողմից, քաղաքական շրջանակների, հասարակական շրջանակների կողմից անշուշտ պետք է մշակվեն եւ դա ուրեմն շատ արժեքավոր եւ կարեւոր գործունեություն է լինելու։ Բայց կոնկրետ ինչ անել, ուրեմն պետք է մի հատ շատ նուրբ բան, որ կոնկրետ ինչ անել ամեն մեկին, այդ հանձնաժողովը կամ իմաստունների բորդը ոչ մի դեպքում չպետք է որոշի, ուրեմն պետք է որոշի ինչպես անել, որ ամեն մեկը կարողանա ինքն իր համար անել ընտրություն։ Բայց այդ իսկապես փորձագետները պետք է որոշեն ինչպես ստեղծել այդ համակարգը, որ ամեն մեկը կարողանա ուրեմն բարձրացնել իր խոսքը եւ ապրել իր պատկերացրած կյանքով, ոչ թե իր ընտելադրած, այլ իր պատկերացրած։ Ինչը եւ այլ է քաղաքացու եւ ինքնավար մարդ։ Շնորհակալություն պարոն Նեդելյան։